ԱՄՆ-ն ու Իսրայելը սրում են վիճակը, Իրանը առանց հայտարարության հակահարված տալիս ու Իսրայելում նոր թիրախների հարվածում։ Իրան-Իսրայել պատերազմն ավելի է թեժացել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին խաղից հանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո։ Պատերազմի 4-րդ օրը մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Իսրայելի եւ ԱՄՆ-ի առաջնորդները ծրագրում են սպանել Խամենեիին, հետո արդեն կողմերը սկսեցին բարձրաձայնել իրենց մտադրության մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան գոյության սպառնալիք անվանեց, չբացառելով 86-ամյա գերագույն առաջնորդի սպանությունը։ Իսրայելի պայքարն Իրանի ժողովրդի դեմ չէ, հայտարարեց Նեթանյահուն։ Հավերժական պատերազմ, սա է Իրանի ուզածը։ Նրանք մեզ հասցնում են միջուկային պատերազմի։ Իսրայելն ամեն ինչ անում է այս հակամարտությունը կանխելու համար եւ այս ագրեսիային վերջ տալու լավագույն տարբերակը Ալի Խամենեիի թիրախավորումը կլինի։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ հայտարարությամբ ու նորից խոսեց Խամենեիի հնարավոր սպանության մասին։ Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան սպանել, համենայն դեպս ոչ հիմա, բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Եվ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեն իրենց գործողությունների պլանը կամ ունեն իրենց պլան մաքսիմում եւ պլան մինիմումը, թե որքանով է դրա մեջ տեղավորվում Իրանում քաղաքական ղեկավարության դեմ կոնկրետ քայլերը, իհարկե սա դժվար է ասել եւ որքանով է դա հնարավոր հաշվի առնելով նաեւ ներքին Իրանի ներքին խոհանոցը, ներքաղաքական խոհանոցը։ Ես նորից եմ ասում, չեմ բացառում, որ Միացյալ Նահանգներում կամ Իսրայելում նման ցանկություն կարող է լինել, բայց թե ինչ process-ներ տեղի կունենան, կախված է նաև բնականաբար Իրանի ներքին քաղաքական զարգացումներից։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի սպառնալիքներին հրթիռային հարվածներով պատասխանեց Իրանը։ Նեթանյահուի ամեն խոսքից հետո կրակների մեջ հայտնվեցին Թել Ավիվը, Հայֆան եւ այլ քաղաքներ։ Իրանական հրթիռներն այս անգամ թիրախավորեցին Թել Ավիվի Սորոկա հիվանդանոցի տակ գտնվող գաղտնի ռազմական բազան, Իսրայելի կողմից իրանական հեռուստաընկերության ալիքի վրա հաքերային հարձակումից հետո։ Հետո էլ Իսրայելը հարվածեց Արաք քաղաքում գտնվող ծանր ջրային միջուկային ռեակտորին, սակայն Իրանը տեղեկացրեց, թե ճառագայթային աղտոտման սպառնալիք չկա։ Հետո արդեն Իսրայելի պաշտպանության նախարարը խոսեց Խամենեիի սպանության անհրաժեշտության մասին։ Նման մարդ չպետք է գոյություն ունենա։ Խամենեին չի կարող շարունակել ապրել։ Խամենեիի վերացումը գործողության նպատակներից մեկն է։ Մինչ մի կողմը ծրագրում էր Խամենեիի սպանությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահը միջամտեց։ Հուսով եմ սա կլինի ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը։ Իրանին աջակցություն հայտնեց նաև Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Անը, ասելով, որ Իրանը միայնակ չէ այս կռվում։ Հյուսիսային Կորեայի բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում եւ ցանկացած պահի կկանգնի Իրանի կողքին։ Սվետլանա Թորոսյան, Գարտիկ Նահապետյան, ABC Media։